Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար, մենք անդրադառնում ենք 60 և ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին, աշխատանքային իրավունք, վաստակացհանգիստ, առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք այն անհատներին, որոնց կյանքը, կենսափորձը կարող են օրինակ լինել բոլորիս համար, այնպես որ նոր թափ և երկրորդ շնչառություն վերցրեք Այսօրվա իմ հյուրը Անդրեյ Շուգարովն է, նա նկարիչ է Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դասախոս։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ձեր ստեղծագործ առօրյայի մեջ այս մի հատվածն էլ այս կես ժամն էլ մեզ կհատկացնեք։ Ես էլ եմ ուրախ շատ։ Ես ձեր կենսագրությունը նայելուց տեսա, որ այսպես ասած Թբիլիսյան ծագում ունեք ու իմ դիտարկումները հարցազրույցների ընթացքում նկատել են, որ մարդիկ, արվեստագետները Ընդհանրապես մարդիկ, հատկապես կանանց պարագայում շատ էական դա զգացել եմ, երբ որ վրացական ու հենց Թբիլիսյան ծագում կամ ծնվել են կամ մի տատիկ ունեն այդ կողմում, ինչ որ ազդեցություն են կրում։ Դուք եթե դրա շուրջ խորհել եք, ինչ ազդեցության մասին է խոսքը ու դա ինչ որ էսթետիկ մի բան է, կեցված, չեմ կարող ասել, բայց դուք զգում եք այդ ազդեցությունը ձեզ վրա։ Անշուշտ իհարկե զգում եմ, որովհետև այդ իմ սիրելի քաղաքն է, նախ եւ առաջ ասեմ, Թբիլիսին այսպես ասած Իսկ ազդեցությունը իհարկե կա։ Ես ծնվել եմ այնտեղ 6 տարի ապրել եմ ու լիքը բարեկամություն այսօր էլ ունեմ այնտեղ։ Բավականին շատ եմ հաճախում Թբիլիսի, ասեմ։ Ոնց որ ձեզ է հարմար ու ոնց զգում եք։ Եվ այդ ազդեցությունը ամեն ինչի մեջ զգացվում է։ Դաժե իմ նկարչական, ասենք, այդ ստիլիստիկայի մեջ։ Իհարկե կա։ Բացի դրանից հայրս եւ մայրս ավարտել են համալսարան Թիվլիզում եւ բավականի լավ եւ իհարկե այդ ազդեցությունը կլինի, ոնց կարա չլինի։ Ամեն ինչի մեջ է զգացում, դաժե օրինակ Աբնաշատը կուխնյայի մեջ բան։ Խոհանոցում։ Այո, խոհանոցական ուտելիս թե պատրաստելիս։ Համնա։ Դե հիմա որ ասել եք ազդեցությունը կա, պիտի բացենք, որ տեսնենք այդ ինչ ազդեցություն է, որ հայ մարդը կրում է, եթե ծագումով կամ ապրել է կյանքի բերումով Թբիլիսիում։ Դե նախ եւ առաջ Թիվլիզի ժողովուրդը մի քիչ նենց ոնց ասեմ։ Մի ձև ասեք, որ արտահայտի։ Ասեմ, օրինակ իրանց ասում են մենք տուտուց։ Այդ տուտուցությունը կա։ Ինչն է, ինչու՞։ Անշուշտ, ամեն ինչի մեջ, պահվածքի մեջ, խոսալու մեջ, գլուխ գովալու մեջ, իհարկե կա։ Ես էլ այդ նույնը ունեմ։ Բայց անհիմն Սրամիտ են շատ։ Նկարչական այդ պարագայում, ինչ որ մի բան զգացում է, իհարկե։ Զգացում է, ես օրինակ կատարել եմ մի շարք պատվերներ, կինտոների բաների այդ տենց բաներ եմ նկարել եւ շատ եմ սիրում։ Խոհանոցի մասին էլ չեմ էլ ասում։ Դուք եք պատրաստում։ Ես նույնպես շատ քիչ, բայց իհարկե մերս, տատս, կինս էլ է ինքը չնայած թիվլիզեցի չի, ինքը դերասանուհի է այստեղի, բայց հրաշալի պատրաստում են վրացական բլուդները, որտեղ տաղանդավոր մարդ է։ Դա իմ ասած ազդեցությունն է։ Այո, բավական, այդ ազդեցությունը իրավունք, այդտենց իհարկե։ Այդ ազդեցությունը կա։ Ես մտածում եմ, որ գուցե Թբիլիսիում, Թիֆլիսում այդ մշակույթի մեր զարգացումը, որ այդ ամենը եղել է, այն ամենին այնտեղ ապրող մարդիկ, այնտեղից սերվող մարդիկ կրում են իրենց մեջ։ Այդ հակնվելը կեցվածքի մեջ էլ է, ախր տարբերություն։ Բայց ես չունեմ, օրինակ կեցվածքի մեջ չունեմ։ Հայրս օրինակ շատ այնց բան մարդեր սիրում էր, շատ սիրուն հակնել, ես չունեմ դες բան։ Ես մի քիչ ուրիշ բաների մեջ ունեմ, դե դրա մասին չխոսանք ավելի լավ է, որտեղ այդքան նկարչության մեջ է գնացել ձեր պարագայում։ Այո, իմս նկարչության մեջ է, այո, գնացել։ Իսկ իրանք հիմնականում Թիվլիզի ժողովուրդը, Թիվլիզի մարդիկ ունեն տես բան, անշուշտ ունեն։ Անշուշտ մենես էլ օրինակ շատ էր սիրում շորեր, բաներ, թիթիզ են էլի։ Այո, կարտ խաղալ։ Կարտեր խաղում հրաշալի օրինակ մաման։ Ինչ հետաքրքիր։ 20 անգամ հետը նստել եմ դուրաճկի եմ խաղացել, ոչ մի անգամ չեմ կարել։ Ոնց էր անում, չգիտեմ։ Խափում էր։ Դե ուներ այդ բանը իր մեջ, բայց այդ դուրաճկին ամենապրիմիտիվ խաղ է։ Չնայած պրիմիտիվ խաղ չի, ինքը պոկեր էր խաղում հրաշալի։ Ինչ հետաքրքիր է։ Այո։ Եվ փողով։ Նել դենց, դուք ճանապարհին ասացիք, երբ որ ասացի դասավանդում եք, ասիք ես ինչ չեմ, նկարում եք, դասավանդում եք, դուք ասիք ես ինչ չեմ անում, ամեն ինչ անում եմ, այ ամեն ինչ անելը ինչ նկատի ունեիք։
Դասավանդում եմ, ես շատ եմ սիրում մեր ակադեմիան եւ ես ակադեմիայի հետ, այս Գեղարվեստի ակադեմիայի հետ 69 թվից եմ կապված։ Ինչի, որտեվ հայրս ընդ դեկան էր, ես հələ չէի սովորում, բայց բերում էր ընդ։ Սովորել եմ ընդ հրաշալի դասատուներ եմ ունեցել եւ իհարկե այդ կապվածությունը կա։ Մինչեւ այսօրվա օրը շատ եմ սիրում։ Հրաշալի ջահելություն ունենք եւ այդ կապվածությունը այդ ջահելության վրա էլ է երևում։ Նկարում եմ անընդհատ նկարում եմ եւ դասավանդել եմ մենակ ակադեմիայով չի վերջանում։ Ես դասավանդում եմ հələ մենք մի հատ в общем, ну, ոնց ասեմ, ստուդիայի նման բան ունենք, որտեղ որ շատ լավ աշակերտներ են գալի, ну, ասեմ աշակերտներ, բայց բավականին հասուն մարդիկ են։ Վարպետանալու ավելի։ Այո, հետո ցուցահանդեսներ եմ կազմակերպում, ասենք, բայց ոչ թե Հայաստանում շատ եմ ունեցել, բայց հիմնականում ես ու ընկերս Վարդանյան Արմենը ինքը քանդակագործ է, մենք գնում ենք երկրից դուրս եւ ցուցահանդեսներ են կազմակերպում, որոնք շատ հետաքրքիր ցուցահանդեսներ են։ Այդ ամեն ինչը մտնում է այդ նկարչական, այդ տվորչսկի process-ի մեջ, այսպես ասեմ, տիվիզացիա եմ, չէ՞, մեկ բառեր։ Ռուսերեն օգտագործեք։ Ձեր փորձառությունը միջազգային ասպարեզում ասացիք ցուցահանդեսների կազմակերպումը, ձեր ցուցահանդեսներն են եղել, այսինքն դուրսը տեսել եք, հա, արտերկիրը տեսել եք, զարգացած աշխարհը տեսել եք։ Դրանից հետո 5 տարի Փարիզում եմ, 4 ներողություն։ Դրանից հետո վերադառնալը, այստեղ ստեղծագործելը լինում են այդ ոչ հարմոնիկ պահերը կամ որ այնտեղ ավելի լավ է այդ միտքը, երբևէ մտածել եք, որ դուք ավելի կդրսևորվեիք արտերկրում որպես արվեստագետ։ Չէ, ես տենց չեմ կարծում, որովհետև ես այդ 4 տարի որ ապրել եմ Փարիզում, ստեղծագործել եմ եւ այդ ստեղծագործելը կապված էր եւ վաստակելու հետ, իհարկե, բայց շատ բարդ էր։ Եվ հետո մեկը ստե Հայաստանում ես ինձ ավելի վստահ եմ զգում եւ շատ եմ սիրում նախ եւ առաջին երկիրը, շատ եմ սիրում եւ ես չեմ կարող ասեմ, որ ես ընդ ինձ ավելի լավ կիրացնի իմ հնարավորությունները, իմ պոտենցիալը։ Ստեղ ես ավելի շատ եմ ինձ զգում որպես նկարիչ կայացած կանցլեր այնտեղ։ Հողի վրա։ Այո։ Բայց գնում եմ արտասահման, գնում եմ նամանավանդ ընկերոջ Սմբատյան Տիգրանի հետ, Վարդանյան Արմենի հետ, մենք ընկերովի գնում ենք։ Հետաքրքիր է, որ կապը կա, բայց այնուամենայնիվ հայրերի հողի վրա ստեղծագործելը, ավելի ամուր զգալը։ Անշուշտ, իհարկե։ Անշուշտ, չնայած ասեմ ձեզ, ընտի ազդեցությունը կա։ Անշուշտ կա, որտեվ ես այնքան ճիշտ ասած մուզեյներ եմ տեսել, լիքը բաներ եմ տեսել, շատ Իտալիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում, էդի ազդեցություն թողում է։ Բայց չէ որ մեզ մոտ էլ կա դա։ Եվ ի վերջո մեզ մոտ չի համեմատել, բայց անկախ քեզից մեկ-մեկ համեմատում ես եւ ես ձեզ ասեմ, որ ասենք մեր արվեստը Հայաստանի չի զիջում ոչ մի ձևի։ Եվ հետո մարդիկ են պետք որ տեսնեն ու այստեղ ուշեր դասեն։ Պարոն Շուգարով, հետաքրքիր է հետևյալը, ես զգացել եմ, որ վերջին տարիներին ստեղծագործ աշխատանքը կարևորվում է ու երեխաները կարծես թե ավելի տաղանդավոր են, թե դասերակցության մեթոդները, ծնողների գիտակցումն է, որ ավելի խրախուսում են երեխաներին արվեստի ճյուղեր ընտրել։ Դուք ձեր ուսանողների վրա ասացիք, որ մոտավորապես 70 թվականից արվեստի բուհում եք, ինչ տենդենսներ եք տեսնում։ 69 թվականից ես այդ ակադեմիայում եմ, բայց նկարել սկսել եմ շատ վաղուց այդ հետ։ Ինչ տենդենսներ եք տեսնում երիտասարդներին։ Տենդենսներ տեսնում եմ, գիտեք ոնց, իհարկե, մեր առաջվա Էվախտ ակադեմիա չէր։ Էվախտ Գեղարվեստը թատերական ինստիտուտ էր, այո։ Պրոֆեսիոնալ մակարդակը շատ ավելի բարձր էր, ասեմ դες, մի քիչ իհարկե ինչ որ իմինը այդ պրոգրեսի բանով նվազել է երևի։ Բայց իհարկե շատ տաղանդավոր երեխեք կան, որոնք սիրում են արվեստ։ Եվ կոնկրետ ես իմ փորձով եմ ասում, իմ աշխատանքով եմ ասում, շատ տաղանդավոր մարդիկ կան։ Ոնց որ միշտ դա եղել է, ինչ որ մեծ տարբերություն չկա։ Ուղղակի մոտեցման եւ դասավանդելու ձևերն են փոխվում։ Իսկ այդ փոփոխությունները, ինչ ասեմ դες, երևի դա դեպի լավ է գնում, չեմ կարող ասեմ կոնկրետ։ Ես այդ չեմ կարող գնահատեմ ճիշտ երևի, որտեվ Все-таки ես այն հին շկոլայի
ներկայացուցիչ եմ, իմ դասատուները կա, կստատի, հրաշալի դասատուն է, Էդվարդ Համայակիչը, Իսաբեկյանը, Գառոն Սմբատյանը, Արծրունյանը, Ասլանյան Վաղինակը, հրաշալի դասատուներ են, ֆանտաստիկ։ Դուք ձեր կենսագրության մեջ նշում եք, որ Իսաբեկյանից ներշնչվել եք, նկարչի համար ավագներից, ուսուցիչներից, ներշնչվելը ինչ նկատի ունենք, դրա ներքո ինչ եք հասկանում։ Նախ եւ առաջ Էդվարդ Համայակիչը մի քիչ ուրիշ անձնավորություն էր։ Ու մենակ ինքը չէ, ասենք Ադալյան Ռուբենը, Սմբատյան Գառնիկը։ Իսկ Իսաբեկյանի հետ գիտեք, մեր հարաբերությունները բավականին մոտ էին, եւ երբ որ ավարտեցի, ինքը իմ դիպլոմի ղեկավարն էր, արվեստանոցի ղեկավարն էր եւ շատ մտերմացանք։ Մենք իրար հետ գնում էինք էտյուդի շորժայում, որը շատ բան տվեց ինձ։ Այդ մարդը ուրիշ աչքեր ուներ։ Այդ ինչ որ ինքն ասովորացրել է ինձ, ես ուղղակի շնորհակալ եմ իրան շատ։ Հետո մեր շփումը շարունակվում էր իր մոտ արվեստանոցում, հաց ուտելը, խոսալը, երաժշտություն լսելը։ Մենակ Այդ ամեն ինչը շատ կարևոր էր եւ իհարկե ինքը թողեց իմ նկարչական ձեռագրի վրա շատ մեծ ազդեցություն։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ ու այդ հարցը շատ եմ տալիս, նկարիչը իբնե իծնե է, թե կարող ես լավ վարպետի ազդեցության ներքո, դուք ասացիք սովորեցրել է, հնարավոր է սովորեցնել մարդուն, տեխնիկապես դարձնել նկարիչ, թե դրանց համադրությունն է։ Չէ, իհարկե սովորացնել կարելի է եւ կան լավ ռիսավարщикներ, կան լավ տեխնիկապես պատրաստված մարդիկ, բայց դա չի նշանակում, որ ինքը նկարիչ է։ Նկարիչը մի քիչ ուրիշ բան է։ Էդի չեմ կարա բացատրեմ։ Դա բացատրելու չի։ Անշուշտ դա միանգամից երևում է, օրինակ Գետի թանգարանում լիքը շեդևրներ կան, Ռեմբրանտ, չգիտեմ, էլ Գրեկո, Վելասկեզ, բայց մի հատ պուճուր Վան Գոգի, այսպես պուճուր մի հատ նկար ծառ։ Մի հատ ծառ է նկարել, ինչ որ ուրիշ բան չի նկարել։ Դա լռում ես, էլի։ Նկարչի բաղդ հասկացություն կա, կարծում եք կան եղել են նկարիչներ, որ ստեղծագործել են այս շեդևրեր, բայց լավ չի, ոնց ասեմ, մատուցվել, հա? Այ հետաքրքիր է, էլի, այսինքն թեկուզ երեխաներին խրախուսելիս գնալ դեպի արվեստ նկարչություն, փող կաշխատեն ի վերջո, որովհետև մեծ հաշվով շատ դժվար է, հենց հարց եք տալի, որտեղ փող աշխատելը, այսինքն դրամ աշխատելը, դա ուրիշ մասնագիտություն է, էլի մի քիչ։ Բա ոնց արվեստագետները համադրեն, ոնց մնան կենսունակ, ոնց ստեղծագործելու։ Պետք է ճանապարհները գտնեն։ Կամ մեզ մոտ այդ հարցը շատ բարդ է, որտեղ մենեջերներ պետք է ունենան, օրինակ ես ինքս եմ իմ, այսպես ասած, մենեջերը։ Այո, չնայած գալերեայում մեզ մոտ Տուրաջան Արմեն կա, որը ցուցադրում է, աշխատում է, բայց էլի շատ բարդ է գնում այդ։ Այդ process-ը ահավոր բարդ է։ Գիտեք, ասելու չի։ Շատ բարդ հարց է։ Նկարներից հեշտ եք բաժանվում, վաճառում նվիրում։ Այո։ Ինչքան հեշտ, օրինակ այդ հեշտը չափելու։ Շատ հեշտ, ուզում են առնեն, դու վաճառում եմ։ Չէ, մի երկու հատ նկար կա, չեմ վաճառի։ Մորս սիրած նկարն է, կնոջս սիրած նկարն է, էդի չեմ վաճառի։ Բայց մի երկու հատ են, շատ չեն, մնացածը լուբոյ նկարը կվաճառ, հեշտ եմ բաժանում, այո։ Մուսան երբ է գալիս, երբ է գնում։ Լինում է որ գնում է։ Երբ է գալի, ասեմ դες, երբ որ նկար են առնում, միշտ գալիս է։ Բայց իհարկե դա տենց չի։ Այդ վաճառքը շատ կարևոր է, իհարկե։ Կարևոր է։ Բայց ես չեմ կարող ասեմ, որ իմ մուսան սենց գնում գալիս է։ Ես միշտ պատրաստ եմ այս գործին։ Ինչ որ տենց բան չունեմ, որ վայ, այսօր չեմ կարող նկարեմ կամ չգիտեմ ինչ։ Իհարկե, երբ որ հիվանդանում էի, ասենք գրիպով բանով չէ։ Բայց մենակ էդ էր խանգարում։ Իսկ մնացած հարցերում ոչ։ Մուսան միշտ էլ կա։ Դուք ասացիք, որ արդեն թոշակի գնացել եք, հա, փաստաթղթերով գնացել եք ու այդ կարգավիճակը, ինչ որ երկրորդ շնչառություն վերցնելու, որտեվ կապելով արդեն հաղորդման հետ, ինչ որ կյանքի երկրորդ փուլի զգացողություններ կան, տարիքի մասին մտորումներ, այ մեծացա, ինչ պիտի անեմ, թե արվեստագետը չունի այդ աստիճանները։ Ոչ, չկա։ Ես նախ եւ առաջ հրաշալի ջայլ կին ունեմ, որը ինձ 15 տարի փոքր է, ինքը չի թույլ
տալի, որ ես դες բաների մասին մտածեմ, իսկ թոշակի որ գնացի շատ լավ էր, մի թոշակը միշտ շատ անհամբեր սպասում եմ, երբ որ գալիս է։ Պրոբլեմ չկա, չէ, ես Այսինքն ձեր տեմպը մնաց, նույնը նույն ձևով աշխատում։ Ուղղակի թոշակն էլ ավելացավ։ Դե թոշակն էլ ավելացավ, ոչինչ։ Իսկ առողջ երկարակեցություն, երբ որ ասում եք, մտածում եք, չեք էլ խորհել այդ թեմայով։ Աշխատում չմտածել։ Չեմ ուզում մտածել դրա մասին։ Հետո լիքը բժիշկ ընկերներ ունեմ, արտակարգ բժիշկներ են, կստացի մի քանի հոգի բավականին մեծ դեր են խաղացել իմ նկարչական process-ի մեջ, կոնկրետ օրինակ Գրիգորի Էմիլիչ Խաչատրյանը, որը շատ մեծ դեր խաղաց իմ նկարչական process-ի մեջ, իմ արվեստի մեջ։ Իրանք թույլ չեն տալի էլի, որ ես մտածեմ այդ առողջական խնդիրների մասին։ Հուսալի ձեռքերում եք նաև։ Շատ։ Արվեստում նախանց հասկացություն կա, ասենք ասենք մեծերը, փոքրերին։ Օրինակ, հիմա ես ինձ արվեստ նույնիսկ գնահատողել չեմ համարի, անկեղծ համեստ կգտնվեմ, չնայած սուբյեկտիվ է, կարող է ինչ-որ ինձ դուր գա, բայց տեսնում եմ երիտասարդների մեջ դեմքեր կան, անուններ կան, որ սովորում ես, տեսնում ես, արվեստում այդ նախանձը կա, թե երբ որ ավագ սերնդի արվեստագետը լավ դպրոց անցած ոնց դուք եք, տեսնում եք երիտասարդ տաղանդին, հետևում եք, հետաքրքիր է վերաբերմունքն, արվեստ ընդհանրական։ Եթե անձերի անուններ կուզեք նշել երիտասարդներից։ Դե գիտեք ինչ, նախանձ կա, սպիտակ նախանձ է։ Ես բարի նախանձով եմ։ Նախանձախնդրություն ասենք։ Այո, հա, ասենք իմ մոտ ուսանողներ կային, դպրոցում էլ օրինակ Սիրանուշը իմ հրաշալի աշակերտուհի է, Սրբուին, հա, հրաշալի նկարում եմ եւ համ նախանձում եմ, համ ուրախանում եմ, որտեղ ինչ եմ նախանձում, որտեղ ժամանակը շատ է իրանց։ Շատ է։ Ակադեմիայում էլ մի աղջիկեր, հիմնականում աղջիկ են հիմի, շատ կան։ Տղեկը քիչ են։ Հոբը, Պետոն, հետևում եք, գիտեք իրենց։ Չէ, հետո լա։ Պետոին գիտեմ, Պետոն ակվարելիստ չեն, հա, ջրաներգորն։ Պետոին գիտեմ, շատ տաղանդավոր տղա է, հրաշալի նկարիչ է։ Իսկ այն գյումրեցի տղան հոբը, Իրան չեմ ճանաչում։ Դե շատ է 18-20 տարեկան, բայց հետաքրքիր աշխատանք չեմ ճանաչում, սաժալենի։ Այսինքն նրանք ովքեր ձեռքի տակով են գնում, ուսանողները այս կամ այն կերպ առնչվում են։ Շփում չի եղել, էլի։ Ուրախությունը կճանաչեմ, կծանոթանամ։ Ես միշտ պատրաստ եմ։ Բայց կարևոր է, որ եկող սերունդը նույնպես տաղանդավոր այս արձանագրում ունենք, չէ՞ էլի արվեստին մոտ է։ Իմ տպավորությամբ հիմա կարծես թե արհեստական բանականության հետ որ լիքը մասնագիտություններ փոխարինվելու են կամ արդեն փոխարինվում են, արվեստը մնում է անփոխարինելի մի բան, այն առումով, որ ստեղծարար աշխատանքը դա նաև այդ պատճառով են շատ ծնողներ խրախուսում այսօր երեխաներին երաժշտությամբ զբաղվել արվեստով։ Ինձ թվում է արվեստը միշտ էլ այդ կարգավիճակի մեջ կլինի։ Այդ դեր ասած անունին չէր, արհեստական էդի չեմ հասկանում բացարձակ, չգիտեմ, հա տեսել եմ, սես բաներ են սարքում, չեմ անում, էդի չեմ հասկանում, արվեստը լրի ուրիշ բան է, և ինձ թվում է դա մարդիկ կան ջահելների մեջ, որոնք դրանով կզբաղվեն շատ լուրջ։ Իսկ արվեստը կարող են երկարակեցության աղբյուր դիտարկել, տեսակետ կա, որ մարդը կարծեմ հենց Մարտիրոսն էլ Բադալյանն ասում էր, անկախ նրանից մասնագիտություն, տարիք, պիտի ներկվերցնի ձեռքը, ներկի, ստեղծի, ստեղծագործի ու մենք ունենք դեպքեր, երբ որ 65-ից հետո կանայք հիմնականում սկսում են նկարել, դե իրենց ձևով, իրենց չափով, բայց դա մի տեսակ իրենց կյանքի իմաստ է տալիս, էմոցիաները արտահայտելու, դրսևորվելու ձև։ Կարծում եք կապ ունի արվեստը երկարակեցության հետ։ Չէ, ինձ թվում է չէ։ Որտեղ Պայլուն օրինակը Պոլ Գոգենն է, որը սկսել է նկարել 40 տարեկանից հետո։ Ամեն ինչ թողեց, գնաց սկսեց նկարել։ Լոնդոնից գնաց Փարիզ։ Ու շատ ծանր կյանք ապրել, բայց մենակ դրանով էր զբաղվում։ Կապ չունի։ Այսինքն նկարելու անզուսպ ցանկություն է լինում, որ դու այս դեպքում թե։ Հա, իհարկե, դի ցանկությունը ահավոր չես կարող առանց դրան ապրես։ Դուք ասեք, որ վաղ եք սկսել նկարել, այ ձեր ծնողները դե փաստորեն հայրը նաև ուներ ազատությունը, ուղղորդել են մի տեսակ թե ներսից կար է, հետաքրքիր էլի գենետիկորեն գալիս է, թե ինչ որ բանով, դուք ասում եք տանում էր բու, դուք այլ ընտրանք չունեիք, ասենք ինժեներ դառնալու։ Չէ, չունեի, չել կարա, հաստատ։ Հետո ես ասեմ, ես մենակ նկարչության մեջ ինչ որ բան ունեի, մնացած
չկար։ Հայրս 4 հատ բուհա ավարտ է։ Ինքը արվեստի հետ պրամոյ կապ ուներ, իհարկե, կոնսերվատորիա ավարտ է, Ինստիտուտ Վաստочных языков в Москве, արաբսկա отделение, էլ համալսարան, փայլուն, մամասել, երաժշտություն։ Երես ջուտակար էր։ Բայց ձեզ միայն նկարչությունը գերեց պահեց։ Նկարչություններ հետաքրում, այո, որտեվ հեշտ էր էլի, իմ համար։ Երևի դրանից։ Եվ ձեր ազգանունին անդրադառնանք, հետաքրքրական է, որ Յանով չի ավարտվում, կա ինչ-որ պատմություն, նախապատմություն։ Մեր ընտանիքը նմանավանդ մորս կողմից, բայց հորս կողմից էլ 37 թվականներին սարսափելի դժվար։ Դե մամայի կողմը լրիվ էլ հորն են գնդակար է քերուն հորախորը սաղին։ Ինչ հարուստ էին, գուլակ էին, անհնազանդ էին, Չէ, տաղանդավոր էին։ Հարուստ էր, մեր Շիրմազանը Յուզբաշովը Շիրմազան։ Այսինքն այդ Յուզբաշովների տունը մինչև մի Գյումրիում կա, տատուս էլ որ ասում են կամ Գյումրի կամ Լենինական, ասում են Լենինականը դու ես, Ալեքսանդրոպոլ։ Տատս 12 թվին ավարտել է Սանտ Պետերբուրգի բանը, կոնսերվատորիան։ Սովորել շատ լուրջ մարդկանց մոտ։ Եվ այդ ամեն ինչը հետ կա թողի իհարկե Ստալինյան այդ ռեպրեսիաների վաղ, հորս կողմն էլ։ Հորս կողմ Աշուղարյան էր։ Բայց պրոբլեմ եղավ պապիկս զինվորական բժիշկ էր, պալկովնիկ, գնդապետ էր։ Եղբայրը իրա շատ լուրջ պաշտոն էր գրավում Վրաստանում եւ իրան ձերբակալել են։ Չեն հանդուրժել ուղակի հայերին, երևի դրա պատճառով էլ ձերոնք եկել են։ Կապ չուներ հայ այդ անգամ ինչա։ Եվ հետո հաջողակներին, հարուստներին։ Ну, այդ 37 թվի այդ պատմությունները մի ուրիշ բան է։ Դες կարճ ասեմ, տատս ֆորմայով մարդ հետենում փողոց անցնում էր։ Ինչերի միջով են անցել։ Ոչ թե վախենում էր, չէր տանում ֆիզիկապես չէր տանում։ Պապուս ասում էր, այդ շորերը թան էլի։ Խնդրում եմ ուրիշ շորեր, ես չեմ կարա։ Դե հիմի, եւ հետո այդ ակադեմիայի ռեկտորը մեդիցինսկի ակադեմիայի ռեկտորն էր, как раз այդ բանն էր, մենգրել էր, բայց պապուս շատ էր սիրում, ասես փոխի ազգանունը, Աշուղարյան փոխի պետք չի։ Անընդհատ պիտի։ Դա պրոբլեմ էր էլի։ Շատ լուրջ պրոբլեմ էր։ Որ վերանայում եք այս ամեն ինչը, անցկացնում եք, մտածում եք հետ գնալ այդ ակունքներին, թե արդեն սովորել եք ձեզ էլ այս ամենով ազգանունով ճանաչում են։ Արդեն ճանաչում են ինձ։ Չնայած եղբայրս, որը պետական մարմին էր շատ լուրջ, մահացավ, իհարկե, ողորմի իրան, ինքը Ամերիկայի առաջ դեսպանն էր, Շուգարյան Ռուբենը, ինքը փոխեց ազգանունը։ Հետո փոխեց, դառավ Շուգարյան, ես ասի ոչ։ Չգիտեի, որ ձեր եղբայրն է, հետաքրքիր է։ Իմ եղբայրն է, Ռուբենը, այո։ Հրաշալի է, հետաքրքիր է ու նաև եւս մի ապացույց, որ գենը ծագումը ամեն դեպքում սերունդներ հետո միևնույն է արտացոլումն է գտնում եւ ձեր տղան է երբթամ զբաղվում։ Մայրս արիստոկրատ կա, գալուբխ կրավի, իրոք տենց է։ Դա ֆիզիկական փաստ է, ես չեմ կարա, ինչ որ չեմ հպարտանում դրանով, բայց դա տենց է։ Եվ իրենք հենց Ալեքսանդրապոլից էին։ Այո։ Իսկ ոնց։ Տատս իրեք լեզվով խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն մաքուր։ Բայց ինքը ծնվել էր Ալեքսանդրապոլում, թե եւ սովորել է Սանտ Պետերբուրգում։ Սանտ Պետերբուրգում հայրը ղրգից Սանտ Պետերբուրգում, որտեղ հրաշալի դաշնակահար էր։ Ռախմանինովը, ու ոբշեմ, լավ չպատմում եմ։ Իսկ ոնց էր, որ Ալեքսանդրապոլից հայտնվեցին արդեն Թբիլիսիում։ Այսպես ասած ռևոլյուցիան կներեք էլի։ Այդ տունը մինչև մի կա 44 սենյակ, ընդ ՆՎԴ-ն է ապրում։ Ոստիկանությունն է հիմա Գյումրու ոստիկանություն, դա նկատում եք։ ՆՎԴ-ի աշխատողներն են, 44 սենյակ։ Եկատուն, Ալանդակ մեծ, ահավոր։ Այդ Գյումրիում։ Այո։ Ինձ Նանյան Լիդան տարավ ցույց տվեց այդ տունը, ասեց այն նա է հեսա։ Ձեր տատիկի տունը, հա։ Այո։ Որտեղ ծնվել, մեծացել։ Որտեղ ինքը ծնվել է, մեծացել է, հայրն էլ շատ լուրջ մարդ էր։ Հարգես Սանտ Պետերբուրգ ընդ սովորեց, ինքը կոնսերվատորիան ընդ ավարտեց։ Այնտեղ դիպլոմի մեջ այն վաղ 5 խաչով տենց բան կար, չէ, ինչ որ բան։ Բայց իրան գրում է վիսմա ուսպեշնա, այսինքն փայլուն։ Բայց հետո խեշկինը նստավ որոշ ժամանակ Բերտ
Հետո դուս եկավ սկսես դասատու աշխատել։ Էլի Ստալինյան ռեպրեսիաների Ստալինյան ռեպրեսիաների ամուսնում գնդակարել են։ Ազատամիտ էր, հա, երևի։ Չէ, ազատամիտ չէր, Բերիայի վրա այտենց մեղադրանքը տենց էր, որ ինքը ժելիզնադարոժնիկ, երկաթ գծի բանն էր ամուսինը։ Մահափորձ Բերիայի բանով, որ ուզում էր մահափորձ անել, տենց տարան գնդակարեցին։ Հետո 52 տվին արդարացրեց, ասին որ սխալվել են կներեք։ Ես խեշտատիկից գժվել էր, ասում են ավելի լավ է թուղթը չղրգեին։ Ինչ դժվար օրեր են ապրել մեկ-մեկ։ Մայրս ահավոր, մայրս մորքուրս ոչ մի ինստիտուտ բան այնտեղ միշտ է տերեսին ասում էին ազգի թշնամի հետ բան, տես բաներ կային։ Ինչերի միջով են մարդիկ անցել։ Հա տասնամյակներ հետո մենք մոռանում ենք, բայց դուք ուղիղ պատմել են ձեզ սեր։ Հետո երբ որ խոսակցություններ ելնում ինչի կոմունիզմը տես ատում է էլ չեմ կարող ասեմ չափը ինչքան մորս մոտել տակար ատում էր որովհետև իրենք ուղիղ կրել են դրա ազդեցությունը։ Երես պարտիական էր չնայած դա ելք չուներ, հա։ Հա, ելք չուներ, բայց չեմ ուզում դրա մասին խոսամ, որտեվ դա ատելություն էր մի ուրիշ ձևի։ Գիտեք ինչ եմ մտածում, որ մենք այս կամ այն կերպ կրում ենք, չէ՞, մեր նախնիների անցյալից եկած բանը ու արվեստը ձեր դեպքում նաև փրկողակ է եղել, նաև որտեվ դուք ուզեք չուզեք կրել եք այդ ամեն ինչը ձեր մեջ պատմությունները, արվեստը նաև դրսևորվել։ Հետո այն բախտը բերել է, գիտեք ինչով, նախ եւ առաջ այդ մեր գեղարվեստա թատերական, այդ 60 որ թվին 69 թե 68 լեգենդար ինստիտուտ է։ Դուք չեք պատկերացնում ինչ տրադիցիաներ եւ բաներ կային այդ ինստիտուտում։ Ինչ մարդիկ էին դասավանդում այնտեղ։ Սարյանից սկսած վերջացած Արա Բեկարյան, Իսաբեկյան, չգիտեմ, Վահինակ Ասլանյան, երեսել այնտեղ դեկաներ։ Ջայլ մարդ էր շատ 30 քանի տարեկան։ Եվ դասավանդում էր։ Այդ իհարկե իմ բախտը բերեց տարավ այնտեղ ես մանկուց այդ նկարիչների մեջ հա Խորեն Աբրամյան, թող չգիտեմ Մետաքսե Սիմոնյան, ով ասես այնտեղ դասավանդում էր։ Պապին այնտեղ բան էր Վարդան Աջեմյանը։ Էդի լեգենդար ինստիտուտ էր։ Իսկ ձեր երիտասարդության հուշերից հայտնի մարդկանց հետ կապված դեպքեր, ինչ որ բաներ կան, որ թե ասեք հետաքրքրի մարդկանց կամ ինչ որ հետաքրքրի պատմություններ կա։ Խոսանք, ես այդ պիչի։ Ինչի։ Իրենց ուրիշ կողմով գիտեիք։ Ուրիշ կողմով գիտեիք հայտնի մարդկանց։ Որոշ չափի։ Լավ, ասեք։ Ինտրիգա եք պահում, եք ինչ ձևի։ Չէ, դա ինտրիգա չէ, դա կապված ասենք խմիչքի հետ շատ։ Ունակ Ադալյան Ռուբենը ահռել է մի մեծ նկարիչ է։ Լսել եք Ադալյան Ռուբենի մասին։ Եղբայրն էլ գրող է, մյուս եղբայրը նկարիչ է էլի։ Մեր արվեստանոցները իրար կողքն էին։ Դե խմիչքը քիչ դեր չէր խաղում մեր։ Դե արվեստի մեջ դա գիտենք։ Մենք արվեստի մեջ չէ, ուրիշ։ Բոհեմական կյանքը նաև նկատի ունեք։ Բաբայան Յուրան, Սմբատյան Գարին, նույն Էդվարդ Համայակիչը իր հետ շորժայում եւ իր մոտ արվեստանոցում Սայաթովայի վրա։ Այնտեղ մի հատ սև սեղան ուներ, այնտեղ հաց էին ուտում։ Մի անգամ խեժ մարդուն տոկը խփեց։ Այդ ոնց։ Ոնց, լավ, էդի պատմեմ։ Ուրեմն սեկցիայի ժողով էր գեղարվեստա բանում գունանկարի սեկցիայի ժողով էր։ Մեկ էլ հետևս նստած էր, ասեց, լսի պետք է, ասում արի գնանք իմ մոտ։ Ասի գնանք Էդվարդ Համայակիչ, ինչ ա եղել։ Ասեց գինի ունեմ, լավ։ Ձուն ունեմ, տնական սիրած բաներ, ձուն, թարխունով։ Սայաթովայի վրա էր տունը։ Դե գնացինք։ Հասանք, ասեց, լսի, դու գնա, ասեց, այն պանիրը բերեն, ռոկֆոր պանիր կար, հիմա էլ կա, բայց այն վաղտ ուրիշ էր։ Եվ մինչև ես ձուն եփեմ։ Դու գնա, վեկալ արի։ Գնացի, դե չկար ոչինչ, կողքի խանութից գտա, առա, եկավ բարձացա։ Իր հարկը դուրը ծեծում չի, բայց լսեցի շրխ, դրխ, ձայն եկավ։ Ձայնը, հա։ Վերջը սկսի դուրը բան անեն, Համայակիչ ասում եմ դուրը բաց, ինքը սենց կարմիր գույնի մայկա ուներ։ Միշտ այդ մայկա։ Նկարի մայկա։
Հա, այդ մայքին տպավորվել է իմ մոտ, որտեվ ինքը այդ մայքան շատ էր հագնում ու շատ գեղեցիկ մարդ էր, ահավոր, սպիտակ մազը։ Մեկ էլ դուռը բացեց այդ մայքին վրան, բայց ինքը մարմինով չի տարբերվում, հա, կարմիր գույնի մազերս բան եղած, հազիվ է խոսում, ասում համայք չէ։ Վերջը հազիվ սկսեց խոսալ, ինչ ա եղել, ուրեմն ինքը կաֆեվարկա ուներ մեծ, այդ կաֆեվարկայի մեջ այդ ձվերը դրել է, եռացել է, հետո եկալ է կատիկ գտալ ու ուզեցավ հանի, գտալը միան, համայակի չմիան, շտեպսելը դրավ։ Լավ է որ ասել։ Հա, հետո կամաց ուշքի եկան, լավ նստանք, հետո շատ սիրուն ձունկ երանք թարխունով ու մնաց հիշողություն։ Ու գինի մնաց հիշողություն։ Վերապրման հիշողությունը։ Հա, այդ մարդը, ասենք, ինքը համով ուտել շատ էր սիրում ու բերնի համ ուներ։ Ինքը ամեն ինչի մեջ այդ հասկացողությունով էր անում։ Այդ ինչ որ ես իրանից եմ սովորել նկարչական այդ ճաշակը էլի։ Մենակ ճաշակը չի, աշկերը ուրիշ ձև էին։ Ինքը իմպրեսիոնիստ է, նատուրալն է։ Իրա գործերը կարաս պրոստը չեն բանանում, օրսեյում բանում կարա կախվի լյուբոյ ում կողքը ուզում եք կախեք, չի զիջում։ Հələ մի բան էլ ավել։ Շատ կարևոր է որ ուսուցչի հանդեպ շնորհակալությամբ ու հիացմունքով եք կյանքից հետո։ Իհարկե, իդեպ ասեմ բարդ մարդ էր, ինքը տենց հեշտ մարդ չէր, շատ բարդ մարդ էր։ Քֆուր չէր, բաները այնց բան։ Ոնց որ խմիչքը նենց էլ հավիանք հարվեստի անբաժան մասերից են։ Շատ ուրիշ Երևի։ Երևույթ էր ինքը։ Աշկերը ուրիշ ձևի էին տեսնում։ Ամեն ինչը։ Շնորհակալ եմ այս զրույցի համար, ուրիշ ուղղությամբ գնաց, տխուր հիշողությունների համար, ուրախների համար, կյանքն է։ Այո, կյանքն է։ Ինչ անես։ Մաղթում եմ, որ այդպես առաջի շնչառության մեջ գնաք։ Ձեր կնոջն շնորհակալ եք, որտեղ սերն է նաև երկարակեցության աղբյուր։ Այո, իհարկե։ Հենոկանիկուլ եմ ջայել, ինչ ա եղել։ Շատ լավ, երեխայ պուճուր, հələ որ 17 տարեկան է, ես 68 եմ։ Դե լավ, հո մեծ չեք։ Իհարկե մեծ չեմ, ով ասե։ Հեչ։ Ամենաերիտասարդ հյուրերից եք մերի դեպ։ Հա, ես շատ ուրախ եմ։ Ամենափոքրերը 68 են։ Դե ամենափոքրը ես եմ, երեխային էլ որ։ Ստացվեց այդպես, շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ Օֆելիա ջան։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։